Ողջույն, միասին դիտարկում ենք C++-ի հետևյալ խնդիրը, գրել ծրագիրը, որ էկրանին տպում է n-ից մինչև 0 թվերը անջատված բացատով։ N-ը դրական ամբողջ թիվ է, որը ներմուծվում է օգտագործողի կողմից։ Այս խնդիրը լուծելու համար պետք է օգտագործենք while loop-ը։ Եկեք միասին հասկանանք ինչպես կարող ենք սա իրականացնել։ Մենք պետք է միասին արտածենք n թիվը իրեն նվազելով, մաշացնելով, իրենից անդադ 1 հանելով, մինչև դարձնենք այն 0։ Նախ եւ առաջ եկեք միասին հայտարենք այդ n թիվը եւ ներմուծենք ծրագրի աշխատանքի ընթացքում։ Ես integer data type-ով եմ աշխատելու, ուրեմն int n-ը այսպես հայտարարեցինք եւ իրան ներմուծենք std.c-ի միջոցով ծրագրի աշխատանքի ընթացքում կստանա ինքնարժեք։ Այսպես n-ը հայտարարել ենք int տիպի, իրան ծրագրի աշխատանքի ընթացքում որոշել ենք։ Հիմա օգտագործելով while loop-ը ես պետք է n-ը նվազեցնելով դարձնեմ այն 0։ Այսինքն ամեն անգամ n-ի արժեքը պետք է ամեն իտերացիա ժամանակ 1-ով պակասի։ Ինչպես կարող եմ դա իրականացնել։ Դա պետք է իրականացնենք while loop-ով, քանի որ եկեք while loop, այստեղ գրեմ true, պայմանը դնեմ true։ Եվ հիմա վարվենք հետևյալ կերպ։ True-ն փոքրատար, հա, այստեղ երևի։ Պայմանը գրենք հետևյալ կերպ։ Եկեք ամեն անգամ տպեմ n-ի արժեքը ու իրեն 1-ով պակասացնեմ։ Այսինքն այստեղ գրեմ std cout n այսպես n-ի արժեքը տպում եմ ամեն անգամ եւ n-ի արժեքը միշտ 1-ով պակասացնում n։ -n-ը դա համարժեք է, որ գրենք n-ը հավասար է n-1 կամ որ նույնը n- հավասար է 1։ Եկեք ամեն դեպքում այստեղ այդ կոմենտը գրենք n- հավասար է 1 կամ որ սա էլ նույնն է, եկեք sense գրենք n-ը հավասար է n-1։ Սրանք իրար համարժեք գրելաձև են n-ը։ Ուրեմն ինչ հանում սա անվերջ ցիկլ է այս պայծուցան, որտեղ պայման true եմ դրել, ու n-ի արժեքը վերցնում է, տպում է, հետո 1-ով պակասացնում, տպում 1-ով պակասացնում։ Եկեք 5-ի համար դիտարկենք։ 5-ը կտպի կսարքի 4, հետո կտպի 4-ը կսարքի 3 եւ այսպես շարունակ մինչև 0։ Կտպի 0-ն կսարքի -1, ցիկլի աշխատանքը կավարտի։ Դրա համար այստեղ պետք է գրենք նաեւ պայման։ Իսկ պայմանում պետք է գրենք հետեւյալը, որ քանի դեռ մեր n-ը 0 չի։ Հիշենք հետևյալը, այստեղ ուղղակի մի փոքր նյուանս կա, հիմա կբացատրեմ։ Ուրեմն նայեք, բուլյան արժեքների դեպքում, երբ մենք անցանք, մենք գիտենք հետևյալը, որ կամայական թիվ բացի 0-ից true է, իսկ 0-ն false է։ Հիմա տեսեք սա ոնց է աշխատելու։ Սա երբ n-ը դարձավ 0, ինքը արդեն աշխատանք կավարտի, որտեղ 0-ն դա համարժեք է false-ին, այսինքն while false-ը դա ցիկլի աշխատանքն ավարտում է։ Հիմա երբ այստեղ օրինակ 5-ի դեպքում նայենք, while 5 true է, std cout կանի 5-ը, հետո n-ը կդառնա 4, while 4-ը true է, std cout կանի 4-ը, հետո n-ը կդառնա 3, while 3 true է, std cout կանի 3-ը, հետո n-ը կդառնա 2, նորից while 2-ը true է, cout անում 2-ը, n-ը դառնում է 1, while 1-ը true է, cout անում 1-ը, n-ը դառնում է 0, while 0 ցիկլի աշխատանքն ավարտում է։ Այսինքն ըստ էության մենք ստացանք n-ից մինչև 0 թվերը անջատված բացատով, բայց 0 ներառյալ չենք ստացել։ Իրականում այդպես էլ պետք է լինի, որովհետև երբ գրում ենք միջակայքի մասին, հիշենք, որ ձախը միշտ ներառյալ է, աչը ոչ ներառյալ է, այսինքն այստեղ n-ը փակ 0-ն բաց միջակայքի մասին է խոսքը գնում։ Բայց ինչ եթե ուզում ենք նաև 0-ն ստանանք, եթե ուզում ենք 0-ն ստանանք, այստեղ պետք է պայման դնենք։ Պայման դնենք, եթե n-ը հավասար չի -1, ուրեմն կատարի։ Երբ n-ը դարձավ -1, ծրագիրը աշխատանքը կավարտի։ Եկեք այսպես մի հատ աշխատացնենք, տեսնենք, որ 0-ն էլ արտածում, եւ հետո արդեն նաեւ մի հատ էլ առանց այս պայմանի կգրենք։ Հիմա աշխատացնենք, ներմուծում ենք 5 եւ ահա տեսեք 5-ից մինչեւ 0-ն արտածեց։ Բայց եթե ուզում ենք օրինակ 0-ն չտպենք, կարանք ուղղակի գրենք n, սա ավելի հաճելի է աչքին։ Ավելի հետաքրքիր լուծում է, ուղղակի 0-ն չի տպում, որը էլի խնդրի լուծում է, այնպես որ 5-ի դեպքում եւ ահա տպեց 5-ից մինչեւ 1, հենց դառնում է 0, արագին աշխատանքն ավարտում է։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։